Փաստինֆոն շարունակում է աշխատանքը տաղավարում եւ այսօր իմ հյուրը աստղաբան, կառավարման հոգեբան տրեյներ Գայանե Սարգսյանն է։ Բարև ձեզ Տիկին Սարգսյան։ Շնորհակալ եմ, որ չեք մերժել առաջարկը եւ հյուրընկալվել եք մեր տաղավարում։ Խորհրդարանական ընտրությունները եղան, անցան եւ ինչպես դուք կանխորոշել էիք, Նիկոլ Փաշինյանը 47-ից 49% ձայներով անցավ խորհրդարան։ Հետընտրական սրացումների մասով ինչ որ նորություններ ունեք, սպասվում են նման բաներ, թե ոչ։ Իրականում Նիկոլ Փաշինյանը հատել է 49-ի շեմը, այո, 47-ից 49% է կանխատեսել, իհարկե դա համախոհների շրջանակներում, իսկ ընդդիմադիրների համար 36%։ Ինչի հիման վրա կատարվեց այդ կանխատեսումները, դա աստղաբանորեն չեմ կանխատեսել, կանխատեսել եմ, որ նա է առաջնային դիրքերում լինելու, հետո Սամվել Կարապետյան, հենց ձեր հարթակում եւ մի քանի լրատվական տեղեկատվական հարթակում դրա մասին խոսել եմ։ Հասկանալով իրավիճակը, բազմաթիվ հարցումներ եկան, որ Գելափը տվել է հետեւյալ պատկերը, ընդդիմադիրներ 43, թե 46%, ՔՊ-ն դա 36% ինձ համար ինչ որ բան այն չէր, հասկանալով աստղաբանական քարտեզի էությունը եւ Նիկոլ Փաշինյանի բացառիկ, ես ձեզ ասել եմ, բացառիկ դրական դիրքավորումներ, դա հենց 51 տարեկանում պետք է լիներ։ Պլուտոնը, որը մարդու կյանքում, չգիտես, կստացվի այնպես, որ իր ծնված պահին եռանկյունի տրիգոն դիրքավորում անի։ Եռանկյունին այն է, որ մոլորակները իրար հետ դրական ասպեկտներ, դիրքեր, էներգիաների փոխանցում են ունենում մոտավորապես 120 աստիճանի տակ։ Եվ ահա նրա մոտ այդ բացառիկ դիրքերը նկատելի էին, դա հենց այս մոտակա 1-2 տարիներն են եւ մենք հաղորդման վերջում շատ կարեւոր թեմայի մասին կխոսենք, ինչու է այս պահին աշխարհը գտնվում աշխարհաքաղաքական այսպես անորոշ վիճակում ենք մենք գտնվում, որովհետեւ Ուրանը երկորյակում, Պլուտոնը ջրհոսում բացառիկ բարենպաստ դիրքեր, էլ չեմ ասում, որ Նեպտունն ու Սատուրնը խոյում, այսպիսի հետաքրքիր կոչվում է բիսեքսիլ դիրքավորում, երկու փոքր 60 աստիճանի անկյունները եւ եռանկյունի այդ դիրքավորումը, որը ամբողջապես ընդգրկել են նրա ծննդյան տվյալները։ Դեռ 1-2 տարի այդ հնարավորությունները կան։ Նրա քարտեզը լարված է լինելու հունիսի 29-30-ից հետո, երբ որ Մարսը արդեն ասի երկորյակի կենդանակերպ, իսկ Մարսը ինչ է, կոնֆլիկտներ, աղետ, կռիվ, ագրեսիա, այդ ժամանակ նրա կյանքին վտանգ է սպառնում կամ ուղղակի այդ ճիշտն ասած այդքան բարդ չեն դիրքերը, ինչպես նախանցած տարի Դոնալդ Թրամփի մոտ էր, հենց Դոնալդ Թրամփի համար ես մոտավորապես 7-8 ամիս առաջ արդեն կանխատեսումներ է անում, որ մահափորձ է սպասում։ Այս նույն բարդ դիրքավորները եւ Նիկոլ Փաշինյանի քարտեզում են եւ Դոնալդ Թրամփի քարտեզում են, հուսանք, որ կոնֆլիկտներ չեն ունենա, ինչեւէ մենք կանգնած ենք աշխարհաքաղաքական այդ խաչմերուկի այսպես կենտրոնում եւ յուրաքանչյուր բարդ իրավիճակ եւ անլուծելի խնդիր դա կարող է մեզ համար բերել շատ բարդ հետևանքների։ Իսկ հետընտրականի մասով ինչ պայմաններ կան։ Ամսի 15-ը նորալուսին է, նորալուսին երկորյակի կենդանակերպում ոչ մի բան չասող։ Այդ օրը հնարավոր է հետընտրական խնդիրներ լինեն, բայց քանի որ նորալուսինը չունի դիրքեր, ոչ դրական, ոչ բացասական, հնարավոր է որոշակի գաղտնիքներ բացահայտվեն բոլոր թևերից էլ, հա, շատ հավանական է, չգիտեմ, ընդդիմադիր դաշտը որոշել է, որ վերցնելու է մանդատները, թե չէ, բայց ինչ որ կարևոր իրավիճակ կարող է լինել, այսինքն ճակատագրական կարող է լինել հունիսի 15-ը, դրանից հետո հնարավոր է կամաց իրավիճակը լուծվի։ Այդպիսի մի բարդ օր էլ ամսի 10-ն էր, ամսի 10-ին լարված դիրքեր կան, բախումներ ոստիկանների, ներպետական, ներընտանեկան խնդիրներ, հուսանք, որ դա արդեն հաղթահարեցինք եւ մոլորակային դիրքերը բարդ էին, բայց իրավիճակը չհասավ այդքան կոնֆլիկտային եւ ագրեսիվ այդ դրսևորումներին։ Դուք ձեր խոսքում էլ նշեցիք, հենց մեր տաղավարից ապրիլ ամսին նշել էիք, որ Նիկոլ Փաշինյանը
Շանսեր ունի խորհրդարան անցնելու, սակայն Սամվել Կարապետյանն էլ եթե ընտրությունները լինեին մի փոքր ուշ, կխնդրեմ այս մասին մի փոքր ավելի մանրամասնեք, ինչու եթե մի փոքր ուշ լինեին ընտրությունները կլիներ Սամվել Կարապետյանը, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանը։ Շանսերը ավելի շատ կլիներ, ինչու։ Այդ մասին խոսել են իմ հարթակներում, Instagram եւ Facebook, այդ մասին իմ խոսույթը 5 միլիոնից ավել, մինչեւ 1 միլիոն դիտում է հավաքել, բայց նորից կրկնվեմ, որտեղ լսարանները տարբեր են, տարբեր նախասիրություններ եւ քաղաքական հայացքներ ունեն մարդիկ, ինչ է լինելու հունիսի 30-ին Յուպիտերը անցնելու է առյուծի կենդանակերպ։ Յուպիտերը յուրաքանչյուր կենդանակերպում լինում է 1 տարի եւ յուրաքանչյուր 12 տարին 1, այսինքն 1 այսպես, 12 տարի կենդանակերպերը պատտվելու գալու է առյուծ։ Առյուծի կենդանակերպի ազդեցության տակ է ծնվել Սամվել Կարապետյան եւ այսպիսի մի հետաքրքիր դիրք Յուպիտերը, որը բարեկեցության մոլորակն է, նրա քարտեզում երկորյակի կենդանակերպն է, փաստորեն Յուպիտերի խեցգետում գալու է առյուծ եւ փոքրիկ հնարավորություն այդքան մեծ չէ, բայց հնարավորության ժամկետներ կան եւ երկորյակը դա ընտրություններն են, Յուպիտերը բարեկեցության մոլորակը այնտեղ։ Այո, եթե լիներ ընտրությունները հուլիսի սկիզբ քիչ լարված է օգոստոս եւ դրանից հետո, ապա Յուպիտերը առյուծում կգար կօգներ Սամվել Կարապետյան Արեգակին եւ այստեղից նաեւ օգնություն նրա Յուպիտերին եւ հնարավորությունները ավելի մեծ կլինեին այդ ժամանակահատվածում, բայց ասում են, որ բացառիկ մեծ հնարավորություններ ունեն օդի տարերքի ազդեցության տակ ծնվածները, որի ազդեցության տակ է ծնվել նաեւ Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյան եւ Գուրգեն Սիմոնյան։ Ես երբ որ դիտարկում էի Քոչարյանի, ինձ ասում էին շատ մեծ հնարավորություններ, ասում էին շանսերը քիչ է։ Առաջատար դիրքերում հայտնվելու շանսերը քիչ է, նրա քարտեզում Յուպիտերը խեցգետում էր բացառիկ անբարենպաստ դիրքեր։ Երկու բարեկեցության մոլորակներ Վեներան Յուպիտերը կանգնած իր Յուպիտերի վրա, դա մեկ է 12 տարի հետո է լինելու։ Դրա համար նրա ձայները բավականին նվազել են, կարծեմ 20%-ից իջել է մինչև 8-9%։ Գուրգեն Սիմոնյանի մասով ասեմ, որ բավականին երիտասարդ, բայց Նիկոլ Փաշինյանի նման շատ այսպես խոսք ունի, հմուտ խոսք, նաև բառապաշար, բառամթերք, բավականին այդպես գրագետ։ Եվ ինչու եմ ես այսպես ասում, ինչի ես իրեն շանսեր տեսնում էի, բայց փաստորեն նա 2%-ի շեմն է հաղթահարել, որի արդյունքում տարեկան մոտավորապես այն կուսակցությունները, որոնք 2%-ի շեմը հատում են, խնդրում դուք ասեք ինչ է։ Գումարը հետ են ստանալու իրենց ծախսած։ Տարեկան 25 միլիոն դրամ օգնություն է տրվում նրանց տարեկան մոտավորապես 5 տարով, որպեսզի կարողանան զարգացնեն այդ կուսակցության եւ պոտենցիալ եւ հնարավորությունները հաջորդ ընտրություններին ազգային ժողովում իրենց դիրքերը գրավելու համար։ Ես դա եմ տեսնում, քանի որ նա չուներ այդ ֆիզիկական, նյութական, լրատվական, տեղեկատվական այդ ռեսուրսները չուներ, նրա հնարավորությունը այդտեղ էր, բայց բացառիկ բարենպաստ դիրքերում 1-2 տարի ունի Նիկոլ Փաշինյանը, բայց նրա դիրքերը նվազելու են։ Մոտավոր երբ 1-2 տարի անց որ ամիսներին Մինչև 28-29 թվական մոլորակները դիրքեր ունեն, բայց հիմա այսպես տեսեք Ուրան եկել է իր արևի վրա է եւ այդ սիրուն դիրքերը հնարավորություններ տալիս են Ուրանը երկվորյակում, երկվորյակը տեղեկատվական լրատվական համակարգ, Ուրանը դա կրկին սոցցանցերն են, տեսեք ինչ բացառիկ գովազդներն են, դրանք նաեւ Ուրանը ջրհոսի մոլորակն է, Պլուտոնը ջրհոսում, Պլուտոնը յուրաքանչյուր 200 տարի, 200 քանի տարի մեկ է մի կենդանակերպ Պլուտոնը երբ որ հայտնագործել է, եթե ես դիտարկում եմ դիրքերը, այն եղել է ԱՄՆ-ի ստեղծման այդ քարտեզում Պլուտոնը այծեղ ջուրում, քանի 100 մոտ 200 տարի անց է 1776 թիվներ, 1876 հուլիսի, այս ժամանակահատվածումներ հուլիս ամսին, ահա ամբողջ մի պտույտը Պլուտոնի, այդքան ժամանակահատված է, բացառիկ դիրք է, սա ասում եմ, մարդ պետք է բախտավոր լինի, ձեր մոտ է, ասել վերնագրել եք, որ այդպիսի դիրքեր ունենա, չնայած յուրաքանչյուր անձ իր ծրագրերը ունի, ես ասեմ, որ ինքը եկել է իջնող հանգույցի երկորյակի կենդանակերպում բարձրացողը աղաղնավորի կենդանակերպում, չգիտեմ ձեր հարթակում նշել եմ դրա մասին թե չէ, երկորյակը դա լրատվությունն է, դա խոսակցություններն են, դա միջի մասնագիտական կրթությունն է,
Հենց լրատվական տեղեկատվական հարթակը դա նշանակում է իջնողը, որ մարդը ունի ռեսուրսներ այդտեղ, բայց պետք է անցնի աղեղնավորն են, դա մեծ քաղաքականությունն է։ Եվ հետագայում հնարավոր է իր կյանքի մի որոշակի մասը անցկացնի արտերկրում, բարձրացող հանգույցը աղեղնավորում։ Փաշինյանի վերարտադրվելը ինչպիսի ազդեցություն կունենա արտաքին աշխարհի հետ հարաբերությունների բարակայում։ Հայաստանին ինչ որ նոր մարտահրավերներ, դժվարություններ սպասվում են։ Ես ասեմ, որ ոչ մի ազդեցություններ չի ունենա այն պատժամիջոցները, որը նախկինում հենց այս պահին է Ռուսաստանն է հերանցնում, ասեմ, որ այդ երեք ղեկավարները Նիկոլ Փաշինյանը, Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը նրանք օդի ազդեցության տակ են գտնում եւ նրանք շատ արագ կարողանում են կողմնորոշվել, քանի որ Պլուտոնը ջրհոսում է մի համակարգի անդամներ են, կրողներ են եւ դա կարող է լինել համաշխարհային էլիտան, նրանց շահերը համընկնում են, ինձ ասում են պատժամիջոցները դրան ոչ մի բան չի դրվելու։ Եվ ի վերջո երկորյակի կենթանակերպը միակ կենթանակերպն է, որ նա յուրաքանչյուր սիտուացիայում իրավիճակում շատ արագ ադապտացվում է եւ նա կյանքում կարող է վարել երկակի բնույթ, երկակի կենսակերպ, այստեղ կարող է մեկ այլ բան ասել, այնտեղ մեկ այլ գործողություններ կատարել, բայց միևնույն ժամանակ ամեն ինչը համակարգել եւ հանգիստ ապրել։ Տիկին Սարգսյան, իմ հաջորդ հարցը այն է, որ նախընտրական փուլում Փաշինյանը շատ հաճախ ասում էր, որ իր չվերարտադրվելու դեպքում պատերազմ կլինի։ Դուք դրա վտանգը այս պահին տեսնում եք, թե ոչ։ Ես պատասխանել եմ, որ նա վերարտադրվելու է պատերազմ չի լինելու։ Մոտակա համենայն դեպս մինչև աշուն։ Հետագայում դիրքավորումները մենք ուսումնասիրենք եւ ըստ այդմ կարողանանք կանխատեսումներ կատարել։ Իսկ նոր ընտրություններ լինելու հնարավորություն կա թե ոչ։ Տեսեք, ասում եմ, հուլիս ամիսը իր համար բարդ է, մինչև օգոստոսի 8-ը, հունիսի 29-30-ից մինչև օգոստոսի 8-ը բարդ է։ Թող ուղղակի նա աշխատի, տեսնենք այդ ժամանակահատվածը ինչ դիրքեր եւ ինչ իրավիճակներ կլինեն, հետո կպատկերացնենք, բայց քանի որ նրա մոտ Սատուրնը գտնում է խեցգետնում եւ Յուպիտերը խոյում, մյուս տարի խնդիրներ կարող է ունենալ։ Այդտեղ Նեպտունը, որը իրավիճակներ, որոնք այսպես դավադրություն կարող է լինել, որի հիմքերը կարող են չերևալ։ Նեպտունը ինչ է, դա մշուշն է, դա իրականությունից կտրվելն է։ Այդպիսի մի իրավիճակ կա նրա մոտ, Նեպտունը Սատուրնը խոյում։ Հնարավոր է, որ մյուս տարի որոշակի բարդ իրադարձություններ լինեն։ Ամեն դեպքում արդեն ամառ է, մարդիկ պատրաստվում են հանգստի մեկնել, այդ թվում նաև քաղաքական գործիչները, կհաջողվի նրանց հանգստանալ, թե ինչպես ասացիք, թեժ կլինի։ Հասկանանք ինչ է լինելու, որովհետև հենց հուլիսի 3-ին Լուսին Յուպիտերը ասեցի հունիսի 30-ին կանցնի արդեն առյուծ եւ Լուսինը ամսի 3-ի մոտակայքում 2-3-4 այդ ժամանակահատվածում գտնվելու է առյուծում եւ բարդ դիրքեր դեպի Պլուտոնը։ Դա բարդ դիրքավորում են, դա նաև բարդ է Սամվել Կարապետյանի համար այդ մի քանի ժամանակահատվածը այդ օրերը եթե մենք կարողանանք անցկացնել, հետո մոլորակային դիրքերը ավելի կշտկվեն։ Այս պահին մինչև հենց ասում եմ հունիսի վերջ Մարսը գտնվելու է ցուլի կենթանակերպում, ֆինանսական խնդիրներ կարող են լինել, կողոպուտ կարող է լինել, ուշադիր եղեք բանկային այդ ձեր հաշիվներից, համացանցային գողություն, դրանք այն մարդիկ են, որոնք ուղղակի շատ հեշտությամբ կարողանում են տնօրինել այլ մարդկանց գումարներ։ Եթե գնում են արտերկիր, Սև Լուսինը աղեղնավորում է եւ յուրաքանչյուր 9 տարի մեկ գալիս է այդ դիրքին, թող ուշադիր լինեն նրանք, ովքեր գտնում են 18, 27, 36, 45, 54 եւ այդտեղ 63 այդ տարիքային շրջափուլում գտնվողները, եթե թղթերի մեջ խնդիրներ կան, մանավանդ աղեղնավոր ձկներ երկորյակ եւ այնտեղ ус կենթանակերպերում, եթե խնդիրներ ունեք, ապա ուշադիր եղեք, չկորցնեք ձեր փաստաթղթերը, այնտեղ Սև Լուսինը աղեղնավորում, այնպիսի իրեր, այնպիսի նյութեր ձեզ հետ չտանեք, որոնց համար ուղղակի պատասխանատվության կարող եք ենթարկվել։ Սև Լուսինը դա սևն է, այն ինչը չի թույլատրում, բայց գայթակղիչ է։ Իսկ դրա համար խնդիրներ կարող են։ Հենց այդ բարդ ժամանակահատվածը
Ամառային ամիսները հետաքրքիր է հունիսի 30-ից մինչև օգոստոսի 8-ը մանավանդ այդ 4 կենդանակերպերը։ Իսկ կան այնպիսի ուղղություններ Հայաստանի սահմաններից դուրս, որ ավելի ակտիվ կարելի է գնալ։ Քանի որ туриզմից հասկանում եմ եւ այսօր նաեւ մեկ այլ նկարահանում ունեմ տուրիստական ընկերություններից մեկի հետ, որտեղ խոսելու ենք ակտիվ ուղղություններ ըստ կենդանակերպի, կարող եմ ասել, որ շատ ճանապարհորդում եմ։ Տեսեք, եթե ընտանեկան մթնոլորտ եք սիրում, ապա անպայման Հունաստան եւ Կիպրոս։ Դա նրանց նիստուկացը, նրանց ավանդույթները, բարքերը շատ նման են մեզ, բայց ցավոք դրանք արդեն ներգրաված են, Կիպրոսն էլ արդեն ներգրաված է Շենգեն այդ Եվրամիության այդ դաշտում։ Ես արևելյան երկրներից միանշանակ նրանք ովքեր տաք են իրենց խառնվածքով, դա Եգիպտոսն է, կրկին ընտանեկան կոլորիտ կա այնտեղ, նրանք ովքեր ծովի սիրահար են կարող են վայելել իրենց հանգիստը, նրանք ովքեր ցանկանում են հանգստանալ, որտեղ արդեն քանի երրորդ անգամ, եթե ոչ մի քանի անգամ եւ ավել այնտեղ եմ եղել, օրինակ հողի տարերքյազդության տակ ծնված ես ինքս ասեմ, որ ես հանգստանում եմ, չեմ լողանում, բայց այնպես է այդ երկրում, որ դուք կարող եք հանգիստ նստել, վայելել հանգիստը եւ գումարը քիչ եք ծախսում։ Մեր հարևանները Վրաստանը այնտեղ էլ կարող եք գնալ։ Ինչ եմ ասում, ես այն երկրներն եմ ասում, որոնք ավելի մոտ են։ Եգիպտոս ինչու համար եմ ասում, որովհետեւ նրանք հարգանք ունեն տուրիստների հանդեպ, իհարկե լավ հյուրանոցները, իհարկե դրանք միջինից բարձր հյուրանոցները, նրանց ընդունելությունն է բավականին, այդպես ի տարբերություն եվրոպական երկրների շատ ջերմ են եւ նրանք անպայման ուզում են գոհացնել եւ հարգանք ունեն հաճախորդի հանդեպ։ Սառը երկրներից ասեմ, այն կենդանակերպերը, որոնք մի քիչ ավելի սառն են, նա կույս, այծեղ ջուր, ցուլերն էլ, դե ցուլերը բայց մրսկան են, դա երբեմն ուզում են տաքանան, նրանց համար Ռուսաստանն է բարենպաստ։ Օրինակ կույսերի համար Գերմանիան, որովհետև նրանք այսպես սիրում են ամեն ինչը տեղը տեղին լինի։ Նրանք ովքեր սիրում են նորագույն տեխնոլոգիաներ, դե իհարկե դա ամեն է, դա Քաթարն է, Սինգապուրն է, այնտեղ շատ հետաքրքիր է։ Բայց ընդհանուր առմամբ ես այդ ընտանեկան ջերմությունը, մտերմությունը տեսել եմ Հունաստանում եւ Կիպրոսում։ Եթե սիրո երկրներ եք ցանկանում գնալ, դա կարող է լինել Ֆրանսիան։ Վայելել այնտեղ կրկին մենք ունենք վիզայի խնդիր, հուսամ, որ այս տարիներին մենք այդ հարցը կլուծենք, որովհետև գնում է գլոբալիզացիա եւ այդ երկրները, դուք ես կարծում եմ, որ հարցադրում ունեք, այդ երկրների ղեկավարները նրանք խիստ մեկը մյուսի հետ կապակցված են եւ հնարավոր է լավ կլինի, եթե պետք է գնանք, ապա գնանք այդ ուղղությամբ մոտակա 2-3 տարիներին ավելի շատ է հնարավորությունը։ Ինչու, որտեղ մոլորակները էներգիաներ են փոխանցում, այսինքն ինչ է ուզում եք ինչ որտեղ գնալ, հետևից օգնող առաջ հրող ինչ որ ուժ կա։ Իսկ դրանից հետո, երբ որ մոլորակների դիրքերը նվազում են, արդեն խանգարող հանգաման անդադ խոչընդոտ, ես կարծում եմ հնարավոր է մոտակա 3-4 տարում լուծվի այդ հարցերը, մինչև այդ Ուրանն եւ Պլուտոնը իրենց դիրքերը արդեն թույլատնեն։ Եվ անորոշության մասին խոսենք, որի մասին մեր հաղորդման վերջում պետք է խոսենք, բայց ես մի քանի հարցեր ունեմ ձեզ։ Նշեցիք, որ աշխարհում անորոշություն կա, ինչի նկատի ունեք։ Ինչու անորոշություն կա։ Ուրանը ասում է, որ աստղաբանություն, նորագույն տեխնոլոգիաների, նաև քաոսի մոլորակներ գտնում է երկորյակում։ Իսկ Ուրանը ջրհոսի ղեկավարն է, այնտեղ էլ Պլուտոնն է։ Թվացյալ անորոշություն է, բայց այդ անորոշությունը համակարգված է։ Մեզ է թվում, մենք անորոշ վիճակում, բայց մեզ համակարգողն իրենք շատ լավ էլ որոշել են ինչ են անելու եւ այդ մոլորակային դիրքավորումները հենց նրանց են թույլ տալիս, որ այդ անորոշությունը կազմակերպված լինի եւ մենք ներգրաված լինենք դրա մեջ։ Ինչու, որովհետեւ աշխարհը ղեկավարող ուժերը, այն կարկառուն դեմքերը, դրանք հիմնականում գտնվում են, ծնվել են օդի ազդեցության տակ։ Ուրսուլա ֆոն դեր Լայն, չէ՞, Լայն։ Հոկտեմբերի 8 կշեռք, Սի Ցինպին, հունիսի 15, տարեթվերներ ունեմ, Մարկո Ռուբիո,
մայիսի 28 երկորյակ ուրեմն Ուրսուլա ֆոն դեր Լայենը հոկտեմբեր կշերկ, հաջորդը Սի Ցզինպին երկորյակ, Մարկո Ռուբիոն երկորյակ, Մասուդ Փեզեշքյանը, որը Իրանում է, հա, արտաքին գործերի կապերի հետ է կարծեմ նա, բայց բժշկի մասնագիտություն ուներ, եթե չեմ սխալվում, եւ հիմնական դերակատարությունը նրան է վերապահված բանակցությունների։ Ուրեմն նա ծնվել է 29/09 կշերկ, Բենյամին Նեթանյահու 21 հոկտեմբեր կշերկ, Վլադիմիր Պուտին 7 հոկտեմբեր, Դոնալդ Թրամփ 14 հունիս, Նիկոլ Փաշինյան հունիսի 1։ Պատկերացնում եք, որ ամբողջ այդ աստղաբույրը իրենք են եւ ամբողջ աշխարհը գտնում է նրանց ձեռքերում, այսինքն գոնե մեր այս տարածաշրջանը հստակ գտնում է նրանց ազդեցության ներքո։ Ինչու, որովհետեւ նրանց միավորել են բարձրագույն մոլորակները, որոնք հնարավոր է մի քանի 100 տարի մեկ հանդիպեն կամ ունենան այդ դիրքերը։ Այդ իսկ պատճառով այժմ մենք գտնվում ենք թվացial քաոսի մեջ, բայց իրականում կարծում եմ, որ շատ ուղղորդված եւ նպատակադրված իրադարձությունների կիզակետում են գտնվում։ Եվ վերջում Տիկին Սարգսյան, անդրադառնանք հորոսկոպի նշաններին, անհատապես հատկապես խոհերն ու ցուլերը անդադար հարցնում են, թե ինչ է սպասվում նրանց, խնդրում եմ մանրամասնել։ Խոհերի համար բարդ է եղել մարտի 2-ից մինչև ապրիլի 20-ի մոտակայքում կոնֆլիկտներ, ներընտանեկան այդ վիճակը ներքաղաքական, ներազգային, ներընտանեկան, որտեղ այստեղ նաև խեցգետնում Յուպիտերը խեցգետնումը անհամաձայնություն կար, մարդիկ չեն կարողանում իրենց դրսևորել, իրենց եսը, իրենց ընդունակությունը, նույնիսկ համերաշխություն չկար այդ ընտանիքներում, նաև ոչ միայն խոհ եւ խեցգետին։ Ցուլերի համար բարդ է մինչև հունիսի 30։ Այսօր հանդիպեցի մի կնոջ, որն ասեց ցուլ եմ կենթանակերպով, ինչ կասես իմ մասին, ասես զգուշ եղիր կռիվների մեջ չընկնես, ասեց արդեն ընկել է 2 օր առաջ դեռևս մինչև հունիսի 30 ակտիվ է, իսկ Մարսը ցուլում կոնֆլիկտների ինչի հետ կապված կարող է լինել ցուլը ֆինանսների անբավարար միջոցների արդյունքում կոնֆլիկտային իրավիճակներ, բայց զգուշ լինեն, եթե ցուլն է դիմացի կենթանակերպը կարիճ, առյուծ եւ ջրհոս։ Այսպես եթե դիտարկենք, որ մոլորակի դիրքով կարող եմ ասել, Մերկուրին շատ կարևոր է, նա նահանջող է լինելու խեցգետնի կենթանակերպում ամսվա վերջ, թող ուշադիր լինեն խեցգետին այդ ծեղջուր կշերկ եւ այդտեղ խոհ կենթանակերպի ազդեցության տակ։ Այդ ժամանակահատվածում գաղտնիքներ կբացահայտվեն, նախկինում թերի թողած գործեր, ձեր տան անդամների այդ շրջանակներում խոսակցությունից խոսք կբացվի եւ այնպիսի մի իրավիճակ կբացահայտվի, որ չեք էլ պատկերացնում։ Այսինքն նախկինում չկատարված գործեր, ձեր ընտանիք Մերկուրին խեցգետնում, ընտանիք հայրենիք օջախ, ձեր տուն կգա ինչ որ մեկը, որին մի քանի տարի չեք տեսել, նախկին ծանոթները, նախկին տան անդամները, այդ ժամանակահատվածը բարդ է, դա մոտավորապես հունիսի 29-30-ից հետո, իսկ Մերկուրին մոտավորապես 20-23 օր նահանջ է լինում, նահանջ ընթացքով է գնում, օրինակ տան առքու վաճառքի համար այդ ժամանակահատվածը բարենպաստ չի։ Ինչու, որտեղ խեցգետինը տունն է, հայրենիքն է, օջախն է, բնակարանն է, Մերկուրին թղթաբանություն է։ Եթե Մերկուրին նահանջող է, թղթաբանության մեջ լինում են խնդիրներ, աննազգանվան հետ կապված, ելի խեցգետիններ, դուք ուշադիր եղեք, աննազգանվան հետ կապված կոնֆլիկտային իրավիճակներ, այնտեղ հնարավոր է շատ կարևոր փաստ կամ փաստաթուղթ կորցրած լինեք, կարող է պայմանավորվածություններ լինել, եթե հանկարծ տունը պետք է գնեք, անպայման գրավոր թող լինի, պայմանավորվածությունը օդի մեջ չլինի, իմացեք, եթե բանավոր եղավ, անպայման կամ հետաձգում են, կամ մերժում են, կամ ուղղակի որոշում են այդ գործարքին չգնալ։ Բոլոր կարևոր, բոլորին եմ ասում, կարևոր նամակագրությունը, պայմանավորվածությունները պաշտոնական այդ հաղորդակցման միջոցներով արեք։
Էլ post-ը, որտեղ այլ միջոցները կարող են ջնջվել, թղթի վրա գրեք, անպայման ստորագրություն արեք, եւ եթե հանկարծ հնարավորություն չկա, այդ ամենը կարող եք թողնել ուղղակի հուլիսի 20-ից հետո, 22-23-ից հետո։ Իսկ սիրո հարցում Սիրո հարցում Վեներան, Յուպիտերը գտնվում են Խեցգետում դեռևս այս մի քանի օրը, ցավոք, բայց արդեն դուրս են գալու ընտանիք կազմելու սիրո հարցում բարենպաստ է այդ երկու մոլորակների միացումը, բարենպաստ է Խեցգետին կարիճ եւ ձկներ, նաև այնտեղ ցուլ եւ կույս կենթանակերպերի համար դե կույսերը մի քիչ ստերիլ նշան են, դժվար են իրենց հույզերը, էմոցիաները ցույց դնում, համենայն դեպս սիրառատ կենթանակերպում մենք ցավոք ես շուտ չեկա ձեզ մոտ Վեներան Յուպիտերը երբ որ միացել էին մի ժամանակահատված դա անցած տարի օգոստոսի 11-ն էր քարահունջում հենց նշել են որ երկու մոլորակները Արուսյակը եւ Լուսընթագը նրանք տիեզերական ամուսնություն են գրանցել այդպիսի մի դեպք հենց այս ամիս հունիսի 9-ին էր բացառիկ առավոտյան ժամերին Վեներան Յուպիտերը միասին եւ լուսինը ձկներում դա տիեզերական ամուսնություն էր կոչվում ովքեր այս ամիս կկնքեն իրենց ամուսնական դաշինքը առավել բարենպաստ ժամանակահատվածներում կարող են անել մինչև հունիսի 29-30 ամենաբարենպաստ օրերից մեկը դա հունիսի 28-ն էր 28-ին աղեղնավորում 26-ին կարճում ամուսնությունը կնքելու համար գրանցելու նշանադրություն հարսանիք կնունկ ուրախություն հունիսի 26-28-ն է ճանապարհորդելու համար է բարենպաստ ցանկալի է որ ամրագրումները դնեք մինչև հունիսի 28 քանի Մերկուրին ճիշտ է կանգնած է բայց նահանջող չէ արդեն 29-30-ը բարդ է մոտակա օրերին բարենպաստ դիրքեր որոնք կօգնեն ձեզ հունիսի 18-ը երեխաների հետ հարաբերությունները շտկելու նաև սիրային հարաբերությունների համար գեղեցիկ թանկարժեք նվերներ ստանալու եւ նվերներ տալու համար բարենպաստ է կրակի տարիքի ազդեցության ծնվածների համար դրանք առուց աղեղնավոր եւ խոյ այդ կենթանակերպի ազդեցության տակ ծնվածների համար հնարավոր է սիրահարվեք հաջորդ բարենպաստ օրը, որը բացառիկ է, դա հունիսի 22-ն է, բացառիկ դրական դիրքեր, որի օգնությամբ կարող եք նոր ընկերներ ձեռք բերել, պայմանավորվածություններ ձեռք բերել ձեր զուգընկերների, գործընկերների հետ, այդ պայմանավորվածությունները դրական արդյունք կտան եւ կարող եք գրանցել ամուսնությունը։ Հունիսի 21-ին աշխատանքի հետ կապված հարցերը կարող եք լուծել Կույս աշխատանքն է, առողջությունն է, վիրահատական, վիրաբուժական այդ բոլոր պրոցեդուրաները եւ հենց այն օրերը, որոնք ես նշեցի, այդ բոլորը բարենպաստ են առողջական խնդիրները լուծելու համար։ Այս մի քանի օրներ որ բացառիկ բարենպաստ է եւ մի բարենպաստ օր, եթե ես այսպես հետ եմ գնում, հունիսի 17 լուսինը Խեցգետնում է Այդ օրը հնարավորություն է տալիս ընտանեկան այդ ջեր մթնոլորտ ստեղծելու, ամուսնությունը գրանցելու, ամուսնանալու, այսինքն Խեցգետին ինչ է հայրենիք, ընտանիք, օջախ, բացառիկ դրական դիրքեր, կարող եք նաև տան առքուվաճառքի հետ կապված, կտակի հետ կապված ձեր հարցեր լուծել, կտակի հետ կապված հարցերը նաև հունիսի 26-ին կարող եք։ Այսքանը։ Շնորհակալ եմ շատ Տիկին Սարգսյան։ Ես եմ շնորհակալ։ Փաստինֆոյի հարգելի հետևորդներ, այսօր այսքանն էինք պատրաստել, իսկ մեզ առաջարկում եմ հետևել նաև այլ սոցիալական հարթակներում, այդ թվում Telegram-ում, Facebook-ում, TikTok-ում եւ Instagram-ում մեր պաշտոնական կայքէջը կարող եք փնտրել Google հարթակում որոնելով 3w.pastinfo.am